հասկանում եմ, որ ոդվածը այնպեսի ոդվածը, որ կաշկանդում է երևի, բայց իրականությանը պետք է նայենք հասերով, որ արդեն 9 ամիս ենթադրությունների հիմնավորը արևելի դատարան նորից եմ նշում, երևի գործին արդեն ծանոթ եք, որ ընդհանրի ենթադրությունների հիմնավորը, կարծիքների հիմնավորը ազատազրկված ենք արդեն 9 ամիս ես ներողություն եմ խնդրում, սա ձեզ չի վերաբերվում, ընդհանրեն օրինակ եմ ուզում ներել սա նման է մի բանի, որ եթե հարգարժան դատախազը հսկող դատախազնա քննիչ ինձանից կաշատ կոզի, մեղադրեմ հսկող դատախազ օրինակ եմ բերել։ Այսինքն, ասեմ, եթե դուք հսկող դատախազն եք, ուրեմն դուք հաստատ գիտեիք, որ քննիչը այսպիսի հանցագործություն է։ Այս գործը նման է դրան, որ ենթադրում են իր ասպարանցներով, թե կարան իմանալ, որ ընդդիմացել եմ ես այդ ամբողջ խոսակցություններին, ես մի սանկցիայի դատի ժամանակ ասացի ինչա պետք է համաձայնություն տայի այդ խոսակցությունների, որպեսզի արդար լինեին, ոչ։ Խնդիրը այստեղ սա է, որ ոդվածը կա, իբր իշխանության իրացում, բայց տակը ոչինչ չկարելի դիտարկել։ Տակը կամ կանեն ենթադրություններ, ինչ-որ մարդիկ ենթադրել են, որ հնարավոր է, որ ես տեղյակ։ Այսինքն, միթե արդարադատությունները այսպես է, որ հնարավոր է, որ կասպերանսերով ինչ-որ հարցի շուրջ տեղյակ է, իրան պետք է գտնվի կալանքի տակ։ Ձեր համար, այո, դուք աշխատում եք աշխատանքա, երդում եք տնել պետական շահերը պաշտպանելու, բայց իմ համար սա կյանք արժե։ Իմ համար սա կյանք արժե։ Կյանք արժենում, որ իմ թողերից մեծանում են, կյանք արժենում, որ ես զրկված եմ ամեն տեսակի գործերից, աշխատելուց, չգիտեմ, տարբեր բաներից, իմ կյանք ապրելուց։ Ինչպես կարդացիք, որ նշված էր 90-ից 94 թվական, երբ որ մենք դուրս եկանք մեր հայրենիքը պաշտպանելու, մենք երազում էինք երախտավար հայրենիքի համար։ Թող անպարգոպով չնչապարերս, մենք շատ-շատերի տվեցինք ապրելու, ուսում ստանալու, ամուսնանալու, երեխաներ ունենալու, թողներ ունենալու հնարավորություն։ Բայց մեզ զրկում եք այդ հնարավորությունից ինչի համար։ Ընդհանրապես ենթադրությունների համար, որ ենթադրում են հնարավոր է այս մարդը չէր կարող տեղյակ չլիներ։ Այսինքն այսպիսի արդարադատություն չէ, մենք դրա համար կյանք տվել, կյանքեր կորցրել, լավ եղբայրներ կորցրել։ Ես էմոցիաների վրա չեմ ուզում խաղալ, ես ընդհանրապես ճշմարտություն եմ խոսում։ Հազարավոր եղբայրներ ու հարազատներ կորցնելով տեսնելով այդ դառնությունը, տեսնելով են, որ չես կարողանում կյանք խնդրող, աղերսող հայացքով եղբայրդ նայմակես ու դու ես կարողանքից, մենք սրա համար չեն կարող։ Ինչ-որ մարդկանց ենթադրությունների համար գտնել է ավելի քան արդեն 9 ամիս կալանքի տակ զրկվել Վարշավից։ Չի լինում այսպես արգելի դատարան։ Նորից եմ ասում, ճիշտ է, այնպիսի հոդվածը որոշ մարդկանց կառուցած, սարքած, ապօրինի ձևով չգիտեմ, ես բառը չեմ վախեն ասեմ, կարած գործերի հիման վրա, մտածելով, թե իբր ես քաղաքականությամբ եմ զբաղվում, ու ինձ խորհուրդ էի տալիս, որ քաղաքականությամբ չզբաղվում։ Ես պատասխանեցի հարցրած, չէ, ես չեմ զբաղվում, ես ազգային մարդ եմ։ Քաղաքականությունից հեռու ազգային մարդ, որից լինում իր հայրենիքը, որ պատրաստ է կյանքի գնի պաշտպանելու հայրենիքը։ Ու մենք ապացուցել ենք դա։ Իսկ ինչ մնում է պատշաճ վարքագիծ, անցած անգամ ես ասացի, նա նորից եմ ասում։ Ես իմացել եմ, որ մոտ 2 ամիս
որ մարդկանց կանչում են քննչական կոմիտե, բացատրություն են վերցնում ու մարդկանց ուղղորդում են իմ ուղղությամբ վերջում եղած է Հայաստանից։ Ոչ էլ խառնվել է, ոչ էլ ուզեցել եմ ինչ-որ մեկի տեսնեմ, ոչ էլ ինչ-որ վկայի տեսնեմ, նրանց համոզեմ, որ չգիտեմ նորմալ չես ուղղել։ Չնայած վատ բաներ չեն ասել իմ մասին։ Դրա համար հարգելի դատարան ասելիք է սենա, որ խնդրում եմ ուշադիր եղեք, որ չի կարելի մարդուն, անարդար մարդուն, ուրմամիս ենթադրությունների համար պահել կարանքի տա, եթե վերցնենք այն հարգելի մեղադրողը, որ անցած անգամ դեռախոսի հավելվածներն էր ասում, ինչ կար նույնատիպ կեղծիկա մնացած գործեր, այսինքն կեղծիկ ասել, որ 17 տարի պարգևատրացնելով ատրճանակով ոչ մի բան չեմ արել, ու այսօր ենթադրում եմ, որ ատրճանակով ես պետք է հեղաշրջում անեմ, սա մեկ։ Երկրորդ լրագրողը ինչ-որ հոդված է գրել մասին, ես շկաֆ ունեմ դրա հետ, սա իմ դեռախոսում է ու նմանատիպ գործեր կգան վեկաներս կլսենք, կտեսնենք, որ ամեն ինչը ներողություն արտահայտության համար փուչիկ է, չկա ոչ մի բան։ Թե առերեսումները, թե բացատրությունները, այդ ամեն ինչը ես ուսումնասիրել եմ, կարդացել եմ, ամեն ինչը այդ առերեսումներին ես անձամբ տեսել եմ մարդկանց իրավիճակը տվյալ մարդկանց, ինչ է կատարվում, ոնց է քննիչ ասում, մինայա իր աչքերի մեջ, չէ, ես հացին չպատասխանես, ես հացը հանում եմ, ձայնագրությունների ամբողջ, քննիչը այդ ամբողջ ձայնագրությունների նորից եմ ասում, ենթադրությունների իմանները 9 ամիս մնալ կալանքի տակ զրկվել ապրել իրավունքից, բանարդում, շատ լավ։ Եթե լրացումներ կամ այլ ասելիքներ կան, համեցեք ավելի։ Ես իմ դիրքորոշումը եւ տեսակետները հայտնել եմ նախորդ դատարկածի ժամանակ, նրանք ամբողջությամբ ընդունում եմ։ Սա մեկ հետաքրքիր հանգամանք ուսումա առնվազն 66 կամ միայն երկար Մեղադրյալ Սիրոն Գասպարյանը, ես եթե պետք է ճիշտ եմ հասկացել, նշեց հետևյալը, ես 2 ամիս առաջ իմացել եմ, որ քննություն ակրում եւ իմ դեմ ուղղորդում եմ, ճիշտ է, եւ ես չեմ գնացել։ Բայց այնուամենայնիվ Մեղադրյալ Սիրոն Գասպարյանը ձերբակալվել է Հայաստանի Հանրապետությունից երկ կատարելու ժամանակ։ Զենք եթե ես հիշողություն չի դավաճանում, նախինում արձանագրում եմ, որ այո, լավ ուզեցել է գնաց Հայաստանից հեռանալ, բայց ինքը այդ մասին չի իմացել, որ նախաքննություն է իրականացնում։ Կամ իր նկատմամբ արևելուց հնարավոր է իրական հետաքննություն սկսել։ Եվ դա դիտարկում էր, որ ոչ այստեղ թաքնվել կամ խուսափելու երևույթ առկա չէ։ Հիմա Սերոբ Գասպարյանը ինքն է հայտարարում, որ ես գիտեի նախապես, որ քննություն է իրականացում եւ իմ դեմ հնարավոր է նաեւ ցուցումներ տալու գործունեներ են։ Բայց ցանկացել է գնալ։ Սանգամոթը նաեւ կարծում եմ ուշադրության արժանի է դատարանի համար։ Նաեւ այդ ուղղությամբ դիրքորոշում եզրահանգում կատարելու իմաստով շատ չծանոթանալով իմ տեսակետները նույնն է, ոչինչ չի փոխվել, ես գտնում եմ, որ միայն կալանք խափան միջոցը տվյալ պարագայում դատաքննության սունկունում կարող է պատշեր դատակիցան։ Հարգելի դատախազ, գալեք հանեք մաքսային անձնագրային անցակետում, որ ես 2 ամսվա մեջ 3 անգամ դուրս եմ եկել, ներս եմ եկել 2 ամսվա մեջ 3 անգամ սա աշտարեք, որ դա ընդհանրապես կապ չուներ, որտեղ ես գնացել եմ Եվրոպա, եկել եմ, նորից եմ գնացել, աղջկացան ամսի 21-ին ես հետ պտի գայի սեպտեմբերի ու ամսի 21-ին աղջկացել նստացա 24-ին իրացանունն գնայինք Եվրոպա, Համբուրգ իրացանունը նշել։
Կոչուբաև անեցեք խնդրեմ։ Պատվարժան դատանն այդ երկու պնդումները ոչ միայն իրար չեն հակասում, այլև ենթադրում են, եւ մենք երկու տարբեր երևույթների մասին ենք խոսում, որ քրեական վարույթի մասին տեղեկացված եղել է, դա այլ երևույթ էր, իսկ հետ մեկնել այլ։ Պարոն Գասպարյանն նշեց, այն փուլում, երբ ինքը իմացել է, հասկանալի է չէ իր հրամանատարության ներքո ծառայած անձանց մասին էր խոսքը, կամ այն ՀԿ-ի անդամների մասին էր խոսքը, եւ կանչվում էին եւ առնվազն տեղեկացվածություն կար, որ ինչ-որ պրոցես կա, եւ այդ փուլում ինքը պարբերաբար եւ ՌԴ եւ դեպի Եվրոպա գնացել եւ վերադարձել է, ընդ որում Եվրոպայել կացության կարգավիճակ ուներ պատվարժան դատան։ Իսկ ինչ վերաբերում է այս վերջին Մոսկվա մեկնելուն, պարոն Գասպարյանը տեղեկացված չէր, որ իրեն էլ են այդ գործով հետապնդման ենթարկելու։ Այստեղ տրամաբանությունն այն է, որ եթե անձը հանցանք է կատարել եւ գիտի, որ հաստատապես իր հետևից գալու են եւ ինքն էլ արտերկրում է կամ գնալ գալու հնարավորություն ուներ, կգնալ եւ չէր վերադառնա։ Այս վերջին դեպի Մոսկվա գնալը եւ այդ իմանալը երկու տարբեր ասպեկտներ են։ Այսինքն այն, որ ասել է տեղեկացվել եմ եւ գնացել վերադարձել եմ, դա նախորդ մեկնումների մասին էր, երբ պարոն Գասպարյանը եւ Գերմանիայի Դաշնություն եւ Ռուսաստանի Դաշնությունն էլ մեկնել եւ վերադարձել։ Իսկ վերջին անգամ, այսինքն երկու պնդումները միաձուլվեցին։ Շատ շնորհակալություն, Արմեն Դատախազ, արձագանք կա։ Արձագանք կա այնքանով, որ առնվազն գնահատմամբ ներադրյալ Սերուկ Գասպարյանի ներկայացած հանգամանքները բացարձակապես համահունչ չէին Անգելի պաշտպան Կոչուբաևի ներկայացած մեկնաբանություններին, ասես ամեն դեպքում ես այդ հանգամանքը բարձրաձայնեցի, դատարանի ուշադրությունը վերադառնում է այդ հանգամանքի վերաբերյալ։ Որովհետև այս Չէ, խնդրեմ, չէ, ավարտեցի։ Թուրքը դա որպես ամփոփում էլ է սարցել։ Դերևս քննության ամենասկզբնական փուլում Ռադ Պարագյանը հատկվելու դիստը անասել չի դիտարկվել որպես աղբերք։ Այն, որ պարոն Գասպարյանը գնացել, եկել է, կամ առասրել կարող է գնալ եւ այլն, այս հարցը ի սկզբանե մտահոգության տեսանկյունից պետության կողմից չի բարձրացվել։ Մի անգամ դա քննարկվել է կալանքը որպես պատմամիջոց հարցի քննարկման շրջանակում դատարանը դա արձանագրել է, այնուհետև հաջորդի սանկցիաների քննարկման ժամանակ փախուստի ռիսկը երբևէ արձանագրված չի եղել։ Երբևէ։ Դրանց պարագան մենք ունենք, ընդհանրապես մի մտահոգություն ունենք, որ պետությունը առաջ է քաշում որպես վարկած, դա քննության համար ոչ մի ստեղծել։ Չի մասնակցում։ Շատ լավ, շնորհակալություն։